Ես Քրիս Գարթներն եմ։ Եվ սա իմ կյանքի ամենադժվար, բայց ամենակարևոր ճանապարհի պատմությունն է։ Ես վաճառում էի բժշկական սարքեր։ Դրանք թանկ էին, և բժիշկների մեծ մասը չէր ուզում գնել։ Պարտքերս աճում էին, իսկ կնոջս հետ հարաբերությունները օր-օրի փլվում էին։ Մի օր նա հեռացավ։ Մնացի միայնակ, փոքրիկ որդուս՝ Քրիստոֆերի հետ։ Որոշեցի փորձել ուժերս բրոքերային ընկերությունում։ Բայց խնդիրն այն էր, որ դա 6 ամսյա չվճարվող պրակտիկա էր։ Ոչ մի երաշխիք, ոչ մի աշխատավարձ։ Միայն մեկ տեղ, տասնյակ թեկնածուների մեջ։ Բայց ես ընտրություն չունեի։ Մենք սկսեցինք ապրել վարձով փոքր բնակարանում, հետո հյուրանոցներում, իսկ հետո նույնիսկ փողոցում։ Եղել են գիշերներ, երբ որդուս հետ մետրոյի զուգարանում ենք քնել։ Դուռը ներսից փակել էի, որ ոչ ոք չմտնի։ Նա ինձ հարցնում էր. «Պապ, մենք ինչի ենք այստեղ»։ Իսկ ես փորձում էի դա խաղի վերածել, որ նա չզգա իրականությունը։ Երբեմն թվում էր, էլ չեմ դիմանա։ Երբ մեզ դուրս հանեցին բնակարանից, երբ վերջին դոլարներս վճարեցի հարկերի համար, երբ հերթ կանգնեցի ապաստարանում տեղ ստանալու համար։ Այդ պահերին միայն մի բան էի հիշում՝ որդուս աչքերը։ Նա հավատում էր ինձ։ Իսկ եթե նա հավատում էր, ես իրավունք չունեի կասկածելու։ Մի օր որդուս ասացի մի բան, որ ինքս էլ պիտի լսեի։ Եթե դու երազանք ունես, պետք է պաշտպանես այն։ Մարդիկ, որոնք չեն կարողանում իրենցը իրականացնել, կասեն, որ դու էլ չես կարող։ Բայց եթե ինչ-որ բան ուզում ես, գնա ու վերցրու։ 6 ամիս անց եկավ վերջնական օրը։ Ես ընտրվեցի։ Ես դարձա բրոքեր։ Դուրս եկա շենքից։ Քայլում էի ու զգում, թե ինչպես են արցունքներս հոսում։ Դա իսկական երջանկություն էր։ Այդ օրը ես հասկացա մի բան՝ երջանկությունը քեզ ոչ ոք չի նվիրում։ Դու պետք է պայքարես դրա համար։ Երբեմն մենակ, երբեմն մութ ճանապարհով անցնելով։ Բայց եթե չհանձնվես, մի օր կգա քո պահը։ Ես Քրիս Գարթներն եմ։ Եվ սա էր իմ երջանկության որոնումը։